Ողջույն, ինչ է մեզ սպասվում քաղաքական մայիսին։ Ենթադրում եմ, որ քաղաքական մայիսին Ռուբեն Վարդանյանը կազատվի բանտից եւ կառաքվի կգործուղվի Հայաստան նույն ճակատագիրը Հայաստանին պարգևելու համար։ Նկատելով Ռուբեն Վարդանյանի հոգեբանական դիմագծերից հասկանում ես, որ ինչ որ նա արեց Ղարաբաղի համար, նա շատ զղջացել է։ Դրա համար նրան չափից շատ ուժեղ պատիժան այնտեղ հատկացրել։ Ի տարբերություն մյուսների։ Ես այն մյուսների մասին չեմ ուզում խոսեմ, նրանք սրիկա դավաճաններ են։ Եվ միակ բանը, որ կուզենայի, որ Հայաստանում ցմահ-բանտարկվեին բոլորը։ Բայց Ռուբեն Վարդանյանը միակն է, որ զգում ես, որ ինքը հայրենասեր մարդ է, բայց ճարահատված խնդիրների մեջ է հայտնվել։ Եվ նրան ստիպում են այդ նման պատիժներով հավանաբար ինչի համար են դա անում, որպեսզի ուղարկեն կամ գործուղեն Հայաստան նույն խնդրով։ Այնպես որ սիրելի ժողովուրդ, եթե հանկարծ այդպիսի բան ստացվի եւ Ռուբեն Վարդանյանը ազատվի բանտից, գալով այստեղ սկսելով ներկայիս իշխանությանը քննադատել, վարկաբեկել, ապա սա պլանն է Ռուսաստանի։ Մենք պետք է ավելի զգոն լինենք, կարևորը մեր հայրենակիցը թող դուրս գա այնտեղ Ադրբեջանի բանտից, բացառությամբ Վարդանյանի, նրանց մասին նորից թքած ունեմ, ես չեմ ուզում նրանց մասին վերհիշեմ։ Թող գա եւ ոչինչ, թող խոսի այստեղ, կուզենայի, որ ժողովուրդը ավելի զգոն լիներ։ Սա իմ ենթադրությունն է, որ ենթադրում եմ այդպես կլինի։ Միևնույն ժամանակ ենթադրում եմ, որ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հարսանիքով եւ Քահանայով ու Զաքսով կմիավորվեն։ Այս իմ ենթադրություններն են։ Կտեսնենք կստացվի թե չէ։ Համենայն դեպս հիմա գանք դավաճան, հողատու եւ կապիտուլանտ Նիկոլ Փաշինյանին ընդդեմ հայրենասեր Ռոբերտ Քոչարյանների եւ մյուսների։ Այս նյութը նաեւ ուզում եմ որ լսեն ղարաբաղցիները, որովհետեւ շատ են քննադատում, թե իբրև թե Նիկոլ Փաշինյանը հողերը տվեց։ Արեք ընդունենք, որ Փաշինյանին փուչու ժամանակ ասել են բալիկս, որ մեծանաս ինչ կդառնաս, ասել է հողատու։ Ասել են աշխարհում ամենաշատ երազած բանը ի՞նչն է, ասել է Ղարաբաղը տամ Ադրբեջանին։ Երբ որ գիշերը քնից արթնացրել են, ասել են ինչ ես ուզում, ասել է Ղարաբաղը տամ Ադրբեջանին։ Այս ամենը ինչ որ ասում եմ, եկեք ընդունենք, թե դա իրականություն է։ Եկեք ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ նստեց եկավ իշխանության, որ Ղարաբաղը տա Ադրբեջանին։ Արեք ընդունենք, սա ղարաբաղցիների փափագելի ցանկությունն եմ ասում։ Արեք ընդունենք։ Բայց հիմա մի քանի փաստեր պիտի ասեմ, որ ոչ մեկ չի կարող հերքել ասել դա տենց չի եղել։ Բոլորս գիտենք, որ դա տենց է եղել։ Շատ լավ։ Հիմա տեսեք ինչպիսի մենք գլուխ կոտրուկի առաջ ենք ունեցած։ Ընդդիմությունը, այսպես կոչված ընդդիմությունը, մեղադրում է Փաշինյանին, թե պատերազմը սադրեց, ասելով Արցախը, Հայաստանը եւ վերջ։ Փաստորեն, եթե վերցնենք Նիկոլ Փաշինյանը չի ստել, նա ճիշտ բան ասել, որովհետև մեր սահմանադրության եւ մեր անկախության հռչակագրի մեջ նշված է, որ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, այսինքն Արցախը եւ Հայաստանը միասին են։ Սա մեր սահմանադրության եւ այլ ճիշտ մեր անկախության հռչակագրի հիմքում է դրված, այն որ Ալիևը գոռում ասը փոխեք, հենց սրա մասին է ասում։ Փաստորեն Փաշինյանը 30 տարվա մեջ բացահայտել է ճիշտ բան, Արցախը Հայաստանը։ Բայց իշխանություններն ասում էին նախկին, այսինքն ներկայիս ընդդիմություն կոչված ասում է, որ դու պատերազմ բերեցիր, որովհետև ասացիր Արցախը Հայաստանը։ Հիմա դուրս է գալիս, որ եթե հիմա էլ ասում են չփոխես սահմանադրությունը, հիմա դուրս է գալիս, որ եթե մենք պահում ենք սահմանադրությունը, մեր գլխին պատերազմ ենք բերում։ Եթե փոխում ենք սահմանադրությունը, դու դավաճան ես, սահմանադրություն ես փոխում, որովհետև Ալիևի պահանջն ես անում։ Լավ չենք փոխում, ուրեմն պատերազմ ենք բերում, որովհետև Արցախը փաստորեն պատերազմ եղավ այն պատճառով, որովհետև Հայաստան ասեց։ Հիմա դուրս է գալի Հայաստանի, ինչպես որ Փաշինյանն ասում է իրականում, Հայաստանի ֆունդամենտի տակ ռումբա դրած, որ եթե ասես փոխում ես սահմանադրությունը բողոք է բարձրանում, եթե չփոխես սահմանադրությունը պատերազմ է ստացվում, եթե փոխում ես սահմանադրությունը բողոք է բարձրանում։ Մի հատ մեծ ռումբա դրած այս գլուխ կոտրուկի առաջ։
Հիմա փաստորեն պարզվում է, որ մարդը օրենքով սա ոչ թե ստել է Ռոբերտի նման կամ Սերժի նման, նա ճիշտն է ասել, ժողովուրդ, դուք որ գնում եք, զոհվում եք, դուք որ գնում եք, այնտեղ ծառայում եք, Հայաստանը որ աշխատում էր, ասենք Գյումրին ապրում էր, Գյումրեցին ապրում էր Դոմիկում, որպեսզի Ղարաբաղցին լավ ապրի, Լորեցին ապրում էր ծայրահեղ աղքատության մեջ, որպեսզի Ղարաբաղցին շոկոլադ ուտի, Հայաստանի բոլոր գյուղերից եւ ավաններից իրենց տղամարդիկ գնում են Ռուսաստանում արտագնա աշխատանքի, որովհետև Հայաստանը աղքատ ու սոված էր, մարդիկ իրենց ընտանիքները լքում էին, թողում էին, քանի ընտանիք քանդվեց տենց, որովհետև գնացին հետ չեկան, որպեսզի Ղարաբաղցին շոկոլադ ուտի։ Ու բայց պարզվում է, որ այս ամենի հետ միասին Ղարաբաղը Հայաստան չէր կարող լինել, դա սուտ էր, դա կեղծիք էր, դա պատերազմ էր, որ կախված էր մեր գլխից, Դամոկլյան սրի պես։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է, Արցախը Հայաստանը եւ վերջ ինադու է, ասում ինադու, որպեսի հողերը տա։ Պատերազմը Ղարաբաղում էր, չէ՞, Ղարաբաղում էր։ Ղարաբաղում էին գտնվում բոլոր այն անվանի, անգերազանց, հզոր, անհաղթելի, անպարտելի, ամեն մեկը մի Սասնա ծռերից առյուծ մհեր, մի Շվարցնեգեր, մի Ռեմբո, մի կատարյալ ուժեղության տեր գեներալ, որի մասին որ մի հսկա բաներ կարող էին պատմել, եւ իրենց գերագույն հրամանատարներով։ Ընդունենք Նիկոլ Փաշինյանը զանգում է ու ասում է, ես մինչև չտեսնեմ, որ հողերը հանձնում եք, չեմ քնի։ Պատերազմը ընդեղ էր, հողը ձերն էր, ձեր ծննդավայրն էր։ Միթե դուք չէիք կարող պաշտպանել, այդքան վախում էիք Նիկոլից, ենթարկվեցիք իր հրամանին։ Այդ ոնց է հիմա նրան մեղադրում եք հողատու բառի մեջ չեք վախենում, այն ժամանակ վախեցաք հողերը հանձնեցիք։ Վերջը այդ նույն Նիկոլ Փաշինյանն էր, չէ՞ որ տասնյակ հազարներով կոչ էր անում մարդիկ գալիս էին կռվելու։ Մարդիկ պատրաստ են գալու տեղ մեռնելու։ Եկել են, կռվել են, պատրաստ են եղել զոհվելու։ Ինչի եք դուք ասել զորքին մի կռվեք, հողերը տվել են Նիկոլը։ Ընդունենք Նիկոլը տվել էր հողերը։ Ընդունենք Նիկոլը զանգել էր Ալիևին, ասել էր մեռնեմ կյանքիդ, Ադրբեջանի համար, Ղարաբաղի համար 5 միլիարդ թվուն է, ձրի եմ տալիս քեզ, ցավը տանեմ, Ալիև ջան, մեռնեմ քո երեխեքի ջանին։ Ընդունենք։ Պատերազմը տեղ էր կայանում, դա ձեր ծննդավայրն էր։ Դուք այդքան հեշտ ենթարկվել ու հանձնել եք հողը։ Հիմա եկել եք ձեր անունը դրել եք մեկը ուժեղ Հայաստան, մեկը հզոր Հայաստան, արա ձեր ծննդավայրը չեք կարացել պաշտպանեք։ Հիմա եկել եք Հայաստան եք փրկում։ Կամ միթե 20 տարի, 25 տարի ձեր իշխանության ժամանակ չկարողացաք Ղարաբաղը այնպես լուծել խնդիրը, որ 100 Նիկոլ գար չկարողանար այդ հողը հանձնել։ Բայց չգիտեք, որ կարող է սրիկա Նիկոլ գար Ղարաբաղը, իսկ հենց ճիտ ուտար բանի Ադրբեջանի, ախր Նիկոլն մի Նիկոլնի, ով դուխը մի քիչ հերիքում է, հելում է մարդու վրա մունաթ է գալիս։ Բա հելնեիք, բա կինն ու տղեն ձեր ձերքում էին, դնեիք բանտա, ասեք ժողովուրդ ջան, դուք ձեր որդիներին ուղարկում եք պատերազմի, այս սրիկան հողերը հանձնել է։ Այդ ո՞ր մի հայը չէր գնալու Նիկոլի գլուխը ջարդել, ասել դու ո՞ց ես հողերը հանձնում։ Ոչ թե բանակին ասեք մի կռվեք, հողերը տվել է, հիմա ֆրանսիացել եք, հողատուն դուք եք արա։ Դուք հողատու եք, դուք կապիտուլյանտն եք։ Ենթադրենք, հիմա ասում են, բանը, Նիկոլ Փաշինյանը գերագույն հրամանատար է։ Նախ, գերագույն հրամանատարը որևէ իշխանություն չունի պատերազմի դաշտում կռվող զինվորից մինչև գեներալ անձի վրա։ Որևէ իշխանություն չունի։ Եթե ընդունենք Նիկոլ Փաշինյանը որպես գերագույն հրամանատար զանգում հրամայումը ընդունենք, որը բոլոր տեղերում հերքվեց, որ տես բան չի եղել, բայց ինչ որ Մոսկվայում երևելիները խոսում են, թե եղել է, բայց ընդունենք զանգել է այդ նույն գեներալին, որ իմը Մոսկվայում է, որովհետեւ այն ժամանակ ընդամենը գեներալ էր, եւ ասել է հանձնի հողը։ Բայց գեներալը իր պետությունը պրոսը տակ հանձնում է, իր երկրի հողը հանձնում է տշնամուն։ Ինչա գերագույն հրամանատարը հրամանտար է, կարող գերագույն հրամանատարի վրա մեկը զենք էր պահել, երախուն է դրել էր գլխի վրա զենքը, ասում էր հողերը հանձնի։ Դու այդքան շուտ ենթարկվել իր գերագույն հրամանատարի, այդքան շուտ, կամ որ ենթարկվել ես, ինչի ես հիմա դուրս եկել իր դեմ, իր զինվորն ես,
բա հելի դուրս արի, ասա իմ գերագույն հրամանատարն է, ես ենթարկվել եմ, մեռնեմ իր ջանին։ Այդ ո՞նց է, հողը տալուց դուք մի անգամից ենթարկվում եք, հենց հողը տվիք բրծակ, մի անգամից դառնում եք բան ազգասեր։ Այդ ինչ հեքիաթներ եք եկել մեզ պատմում։ Այդ ում ուղեղն եք աղում։ Ես ոչ թե ստե խոսում եմ Նիկոլ Փաշինյանի օգտին, ես ախր մեր ժողովրդի են միամտության վրա եմ մտածում, որ ոնց են այսքանից հետո մտածում, թե ինչ որ Նիկոլը հողա։ Ես նորից եմ ասում, ընդունենք Նիկոլի երազանքներ Ղարաբաղ տալը։ Ընդունենք Նիկոլը գիշերը չէր քնում, ասում էր մեռնեմ Աստծո ջանին, մենակ մի աշխարհում երազանք ունեմ, Ղարաբաղը տամ ու մեռնեմ։ Այդ է իմ երազանքը։ Ընդունենք, բայց պատերազմը տեղեր է, այդ մարդը հողատու կոչված Նիկոլը հազարներով զորք է ուղարկել ձեր մոտ, զենք է ուղարկել, ամեն ինչ տվել է, արա իրա դուք կռվեիք։ Ինքն ավելի շատ զորք է ուղարկել Ղարաբաղ, քան Վազգեն Սարգսյանը 90-ականներին։ Причем 90-ականին բանակ չունենք, համ բանակներ, համ կռվող տղերքներ, համ զորքներ, համ զենքներ, համ այդ տղերքի դուխներ, որ եկել էին։ Բայց սաղ այդ ամեն ինչը ջարդես փշրես ու մարդկանց ասես Նիկոլը հողերը տվել է, մի կռվեք։ Ընդել հիմա փաստերը դուրս գալի, որ զոհերի մեծ մասը բան են, խոճապահար եղած տղերքն են, որովհետև չեն իմացել ինչ անեն։ Քանի ընկերներ ունեմ, ասում գնում ենք, չգիտենք, ոչ մեկ չկա, մեզ չեն ասում, ուր գնանք, ուր չգնանք, որովհետև նրանց էին ավիրե ու թալանը, որ դու 90-ականներ եթե եղել էր այնտեղ, դու ելի չեր ճանաչում, ես որտեղ ես, ես ինչ ես, ախր առաջ ստեղ գյուղ էր, ստեղ առաջ շինություններ կար, հիմա ամայի դաշտա, բաց, բրաղ դաշտա, սաղ, քո բոլոր ամեն ինչը պարզ, քարտեզի վրա երևում է, որտեղ քեզ պիտի ռմբակոծեն, շատ, հեշտ ձևով ու բաց էր ամբողջ բանակը թշնամու առաջ։ Հիմա նորից եմ ասում, թող ժողովուրդը հարգելի 120,000 ղարաբաղցիներ, ինքներդ մտածեք, ով ձեզ բերեց հասցրեց այսօրվան, մի հատ Նիկոլ Փաշինյան, բա այդքան ձեր հզոր գեներալները ընդունակ չէին, մի հատ Նիկոլ Փաշինյանի դեմ ասեն, քո հրամանը չենք կատարում։ Ես չեմ ասում, թե ինքը չի ասել, ձեր ուղեղը նենց են լվացել, որ դուք հավատում եք տենց ասել, ես էլ ասում, հա դուք ճիշտ եք, ինքը տենց է ասել։ Նորից իմ հարցը գալիս է, բա ձեր գեներալները, այնտեղ Սյամոններ, Մոսյոններ, Վիտոններ, Միտոններ, մի 150,000 գեներալ ունեք, ամեն մեկի, որ խոսացնում են, ինքը մենակով է Արցախը ազատագրել 90-ին, այնտեղ ոչ մեկ չկար, ինքը ավտոմատը վերցրեց ու մենակով Բաքու էլ էր մտնում, պրոստը ասին ցավը տանը, մեղ կան, թող ապրեն ադրբեջանցիք, թե չէ Բաքու էլ էր մտնում ինքը մենակով, ամեն մի գեներալ մի հատ իր մասին մի հատ եկսը եկը բան ա գրել, բայց չեն կարող մի հատ Նիկոլի դեմ դուրս գային։ Գնացեք ձեր գեներալներին հարցրեք, քիչ եք կռվել, արա։ Լավ Նիկոլը Դավաճանն էր, դուք քիչ եք կռվել, եք բանակը հանձնել տվել թշնամուն, ինչ եք վերջը 1 միլիարդ դոլարի զենք տվեցիք, չէ 23 թվականին։ Այս էլ մի հեքիաթ ասում, որովհետև բանը Նիկոլը Պրագայում ընդունեց, որ Արցախը Ղարաբաղը Ադրբեջանի 22 թվականին Նիկոլը Պրագայում ընդունում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, 23 թվին նոր իրանք ֆայմում են, վայ քո արա, բանը Արցախը Ադրբեջանի կազմում է, արեք հետ գնանք Հայաստան։ Մի տարի գլխի չէիք ընկնում, հա։ Թե սա հատուկ նպատակաուղված ծրագիրեր Ղարաբաղը հայաթափելով։ Էլ չեմ ասում, ամենակարևոր բանը, որ եթե նույնիսկ ընդունենք, որ Նիկոլը Ղարաբաղը տվել է Ադրբեջանին, բանդեղ Պուտին կար, բայց չէր ասելու, արա դու ով ես, որ եկել ես իմ տարածաշրջանում որոշում ես կայացնում, թե իմ տարածքի հողը ումը տաս, անկախ նրանից Ալիևին կտաս, թե Ֆլանֆստանին կտաս։ Ես եմ այս տարածքի տերն ու տիրականը, փաստորեն դուրս է գալիս, որ ուժեղ տղեն Փաշինյան Նիկոլն է, որ եկավ, որոշեց, ձեր գեներալներին սաղին մատ թքեց մի կողմ գցեց, ասաց Ղարաբաղը տալիս եմ Թուրքին, արա, լավ եմ անում։ Ու ոչ մի գեներալ, ոչ Ռոբերտ Քոչարյան, ոչ մեկ չկարեցան դուխ ունենան, ասեն խի ես անում, տվեց, հետո զանգեց Պուտինին ասես լսում ես, քո պայմանագիրը բան ինչ որ ստորագրել ես, ինչ չի հետաքրքրում, Ղարաբաղն էլ ճանաչում Ադրբեջան ու տենց արա։ Ու փաստորեն Պուտինն չի կարացի ասի խի,
ձեն չի կարացել հանի, դուրս է գալիս ուժեղ տղեն Նիկոլն է, դուրս է գալիս այս տարասի կրոտոյ տղեն Նիկոլն է, դուք ոնց եք ձեզ ուժեղ համարում, դուք փաստորեն չկաք այդքան, որովհետև ձեզանից ոչ մեկը չուներ դուխ տենց անելու, դուրս է գալիս Նիկոլը այդքան դուխով տղա է, ոնց ուզել, ինչ ուզել արել է։ Այս վերլուծությունը թողում եմ ժողովրդին, ինքներդ մտածեք, ով հանձնեց Արցախը, ում էր պետք հանձնել Արցախը, եւ արդյոք իրանք չէին մտածում մեկը հողերը պիտի տանք, արեք մի հատ անմեղսունակի գտնենք, իր ջբես ամեն ինչը գցենք, հետո մենք հերոսաբար հետ կգանք, իբրև հաղթածներ, ոչ թե պարտվածներ։ Սա թող ուզում եմ վերլուծեն, գոնե մի քիչ մտածեն նաև Ղարաբաղցիները, որոնց բերել տվեցին Հայաստան, որպեսզի իրանց տանեն այսպես բանի ազգային ժողովների դռների դեմը կանգնացնեն մի քանի հազար դրամ փող գցելով իրանց դեպը, որ իրանց համար դեռ տնգվեն ու խոսան, որովհետև իրանց բերել են 120,000 հոգու բերել են, իրանց ցանկությունը կատարելու համար, որպես չգիտեմ, տիկն դաժե վարձու բանվորներ չեն բերել, ողորմություն շպրտող են բերել իրանց դեմը, որ տենում ես մի քանի հոգի կանացեն, դրանց 80%-ը Ղարաբաղցու ակցենտով է խոսում։ Դուք ինքներդ մտածեք, ձեզ այդքան ցածրացրել են, դուք գնացել եք հլայելի իրանց ոտերն եք ընկել։ Մնացածը թող իմ ժողովուրդը վերլուծի։ Շնորհակալություն։